ջանցի, աշխատուժի, կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժ է։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետեւ մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման գործի կամ աշխատի։ Հիմա տեսեք, սրա արդյունքում մենք կարծում ենք, որ այս համակարգը պիտի աշխատի, որովհետև այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական Միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող, հնարավոր չի, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։ Կներեք, որ դա չի կարող, հետևաբար, այստեղ այս հարցը, երբ որ մենք դնում ենք ու ուզում ենք քննարկենք կամ քննարկենք, դա առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն, որտեղ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը դա մենակ Հայաստանի խնդիր է, չի իմ կարծիքով։ Դա ԵԱՏՄ-ի խնդիրն է եւ հետեւաբար մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության եւ մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենանք չեզոք կամ կրավորական կեցվածք։ Պարոն Պապայան, ամեն Ես որով մեկնա բարձրած մասով։ Պարոն, պետության